Բարեկամներ, մի քանի օր առաջ Զատկի տոնն ենք նշել։ Կարդանք Երեմիա 19:3 խոսքը։ Եվ ասիր, լսեցեք Տիրոջ խոսքը, ով Հուդայի թագավորներ, եւ ով Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում զորաց Տերը, Իսրայելի Աստվածը, ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան, նրանք ամենակարող Աստծո զավակներ էին, բայց Տերը նրանց այս խոսքերն ասաց. այսօր մենք նույնպես Աստծո որդիներ ենք, բայց հաճախ մտածում եւ անում ենք բաներ, որ նրան հաճելի չեն։ Պետք է ապաշխարել, անդադար ապաշխարել, դիտենք վկայությունը։ Այդ հենակն ինչի համար է։ Որ դրանից բռնվեմ, այլապես կընկնեմ։ Վեր կացեք առանց հենակի քույրս։ Այդպես։ Հիմա եկեք այստեղ։ Մի վախեցեք քույրս, դուք չեք ընկնի, Աստված ձեզ կպահի։ Խնդրում եմ քայլեք այս միջանցքով, քայլեք այսպես մինչև վերջ եւ քայլելու ժամանակ անընդհատ կրկնեք. ես հավատում եմ Հիսուսին։ Գնացեք վստահ, քայլեք քույրս։ Տեսեք, նա արդեն ավելի լավ է քայլում։ Տեսեք, նա ինչ լավ է քայլում։ Ահա այդպես։ Աղոթենք։ Հայր Հիսուսի անունով ես աղոթում եմ այս ժողովրդի համար, որ այսօր այս պատգամը լսեցին։ Ես հրամայում եմ չարին հեռանալ հենց այս վայրկյանին։ Հիսուսի անունով պարզեք ձեր ձեռքերն ու ասեք. փառք Աստծուն, հաղթանակը ձերն է, բոլորիս լավ օր։